Ողջույն իմ շատ սիրելի հեռուստատող բարեկամներ, ձեզ հետ կրկին տնային աշխատանքն։ Ասում են մարդկային երևակայությունը չունի սահմանափակում։ Իսկ բնականոն կյանքի ընթացքում այդ երևակայությունները կարող են ենթարկվել փոփոխության։ Իսկ յուրաքանչյուր երևակայության հիմքում ընկած է մեծ ցանկություն ու ամենակարևորը երազանք։ Իսկ այդ ցանկություններն ու երազանքները կարող են իրականություն դառնալ այն ժամանակ, երբ որ ձեզ այցելել է տնային աշխատանք։ Տնային աշխատանքը շարունակելով իր ճանապարհությունը հյուրընկալվել է մի բնակարանում, որտեղ ապրում է մի հիանալի ընտանիք։ Ընտանիքի անդամները 5-ն են։ Մարդիկ, որոնք վստահել են մեզ, հավատացել, իսկ ամենակարևորը գրանցվել են մեր կայքում։ Իսկ եթե գրանցվել են կայքում, ուրեմն հանդիպում, որը հենց հիմա տեղի կունենա։ Ծանոթանանք մեր այսօրվա հերոսների հետ։ Սուրեն Շեկոյան, տան աշխատասեր հայրը, Զաքարյան Գայանե, Սուրենի կինը, Սարգսյան Սիրուշ, Սուրենի մայրը, Հակոբ և Էլեն, նրանց երեխաները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ահա է մեր հերոսները։ Ինչպես եք, լավ եք։ Լավ ենք։ Տրամադրությունը Շատ լավ։ Լավ, ես մի անգամից անցնեմ առաջ, անցնեմ իմ հարցերին։ Ինչպես եղավ որ գրանցվեցիք մեր կայքում։ Ով էր նախաձեռնողը եւ այլն։ Նախաձեռնողը ես ու կիսուրս էինք, տեսանք ձեր հաղորդումը եւ որոշեցինք գրանցվել։ Սուրեն, դուք տեղյակ չեք եղել։ Չէ, ես աշխատանքից եկա, արդեն իրենք ասացին, որ նայել են ձեր ծրագիրը եւ որոշեցինք, որ գրանցենք ձեր կայքում, որ մեր տանը վերանորոգումներ կատարենք։ Լավ, եւ հիմա մենք այստեղ ենք։ Եվ ես նկատեցի, որ այնտեղ որտեղ հիմա դուք ապրում եք, ինքը կիսանկողային է, եւ երկար ժամանակ է որ ապրում եք այստեղ։ Բավականին երկար է, այո։ Տնային աշխատանքները այստեղ չէ որ պետք է տեղ ունենան, այլ մեկ ուրիշ բնակարանում եւ որտեղ այդ բնականը եւ ինչ պատմեք այդ բնականի մասին։ Բնակարանը Արիաթիայում է գտնվում։ Հորաքուրիս ինձ է կտակել այդ բնակարանը։ Հիմա որոշում ենք այնտեղ բնակվել։ Մի փոքր աշխատանք արել է տղաս, բայց դե հիմա սենց է ստացվել, որ դիմեցինք ձեր կայքին։ Սուրեն, ես գիտեմ որ դուք բնակարանում կատարել եք բավականին վերանորոգման աշխատանքներ, բայց ինչ-ինչ պատճառներով կիսատ են մնացել։ Կիսատ է մնացել, բայց նայեցինք ձեր ծրագիրը, ձեր դիզայներների աշխատանքները ու շատ սիրուն, շատ հաճելի էր ու շատ հավանեցին։ Ու որակով աշխատանք են կատարում մարդիկ։ Մեզ մոտ էլ մի քիչ ֆինանսականի խնդիրներ, դե դրա համար դիմեցինք ձեր տնային աշխատանքին։ Շատ լավ, ասեմ որ տնային աշխատանքը արդեն պատրաստ է անցնի աշխատանքների եւ ես կարծում եմ որ ժամանակն է որպեսզի մենք տեղափոխվենք բնակարան, որտեղ տեղի կունենան տնային աշխատանքներ։ Խնդրեմ։ Մեծ սիրով։ Դե ինձ սիրելի հեռուստատող բարեկամներ, հիմա մենք գտնվում ենք այն սենյակում, որտեղ տեղի պետք է ունենան տնային աշխատանքներ, եւ ես հիմա ուզում եմ հարցը ուղղել արդեն ձեզ։ Ահա հյուրասենյակը, մենք տեսանք եւ իհարկե մինչ տնային աշխատանքներին անցնել, անպայման ուզում եմ լսել ձեր բոլորի կարծիքը, սկսենք տան տղամարդից։ Սուրեն, ինչպիսին ես պատկերացնում կամ ինչեր կուզենաս որ լինի սենյակում կամ ավելի ձեր պատկերացումը հետաքրքիր է։ Կուզենայի որ վառ գույներ լիներ, Բաց գույներ էլի, որ լուսավոր լինի ավելի, որտեղ տունը լուսավոր ավելի հետաքրքիր է նայում։ Իսկ ոճային առումով, հացել եք ավելի։ հա, պրաստո է, այդքան բան։ Բաներ չենք ուզում էլ զիբիզի բաներ։ Զիզի-բիզի բաներ, այդ հիշեմ, զիզի-բիզի բաներ։ Լավ, տանտիկին հարցնենք, ամեն դեպքում ձեր պատկերացումը, ձեր ցանկությունները, թեկուզ գույնային առումով, թեկուզ դիզայներական առումով, ոճային առումով, ինչպիսին է։ Գունայինը էլի բաց երանգներ։ Կցանկանա երեխու համար անկյուն հատկացնել, քանի որ գնալու է դպրոց, իր դասերի համար նախատեսված։ Հյուրասենյակ։ Դե ուրիշ սենյակ, քանի որ չունենք, ստիպված ինքը։ Դա ես անպայման կաշխատեմ դա էլ փոխանցել եւ հարմարավետ ու մամա։ լավ, մայրիկը ինչ կասի։ Ես էլ միանում եմ իմ տղայրու հարսին, նույն բաներն եմ ցանկանում, այդքան բան։ Լավ, իսկ հիմա խոսքս ուղեմ նոր սերունդին։ Մի քիչ սա ձեր հյուրասենյակն է լինելու, որտեղ լինելու են տնային աշխատանքներ։ Դուք մեր հաղորդումը դիտել եք, չէ՞։ Օրինակ ինչպեսին է պատկերացնում այ ձեր հյուրասենյակը, ինչ գույների։
Բայց գույներով։ Բայց գույներով եւ մաման ասաց, որ ինչ որ անկյուն ձեզ համար։ Հա? Լավ։ Հակոբ, դուք ունեք ինչ որ ասելու բան։ Այո։ Եվ հետաքրքիր է, Հակոբ, դուք ինչպիսին եք տեսնում սենյակը, ինչ կուզենաք որ լիներ սենյակում։ Զանգակ, շատ լավ։ Սենյակում անպայման մենք կտեղադրենք զանգակ։ Լավ, սիրելիներս, կարծես ամեն ինչ պարզ է։ Մեզ համար ես ամեն ինչ կփոխանցեմ դիզայներին եւ կարծում եմ որ դուք գիտեք, որ մենք ձեզ պետք է հրաժեշտ տանք եւ բնակարանը ամբողջությամբ պետք է մնա մեր տրամադրության ձեզ։ Շատ շնորհակալություն վստահության համար, ես կարծում եմ եկավ ժամանակը, որպեսզի ձեզ հրաժեշտ տանք։ Դե ինչ։ Օ, միանգամից։ Շնորհակալություն նորից եմ կրկնում վստահության համար եւ կուզենամ հիմա մեծ սիրով ձեզ ճանապարհեմ։ Խնդրեմ։ Դե ինչ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ասում եմ ստացություն, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է։ Ես համոզված եմ, որ մենք շուտով անպայման կհանդիպենք ու հաստատ համոզված եմ, որ բոլորից կտեսնեմ զարմացած ու երջանիկ։ Ինչ նոր հանդիպում։ Ինչ նոր հանդիպում։ Խնդրեմ, ես ձեզ ուղեկցեմ։ Ստացություն։ Իսկ հիմա հանդիպում դիզայների հետ։ Ձեզ բոլորիդ քաչ հայտնի տաղանդավոր դիզայներ Արամ Գևորգյան։ Ողջույն Արամ։ Ողջույն։ Լավ, Շատ լավ եմ։ Դե ինչ, Արամ, խոստացված հանդիպում, որը տեղի ունեցավ, որտեղ ես գիտեի, որ մենք վաղ-թե-ուշ հանդիպելու ենք։ Միանգամից գործնական անցում կարելի է այսպես ասել։ Ահա եւ սենյակը։ Հյուրասենյակը։ Եվ ես միանգամից քեզ փոխանցեմ տանտերերի ցանկությունները։ Հայրը ասաց, որ սենյակ ուզում է տեսնի հարմարավետ լուսավոր վառ գույների մեջ։ Նույնը ցանկացած տանտիկին է, ավելի հարմարավետ ուղղակի տարբերություն հայրիկին ասաց, որ ուզում է ինչ-որ անկյուն ունենա, դա ուղղակի ցանկություն է երեխաների համար, քանի որ շուտով երեխան գնալու է դպրոց, մեծ երեխան։ Մայրը ուզեցավ, որ սենյակում չտեսնի զիզի-բիզի բաներ։ Աղջնակը ուզեցավ, որ սենյակը լինի շատ գեղեցիկ ու լուսավոր, իսկ փոքրիկ տղան, չգիտեմ ինչու, ուզեցավ, որ սենյակում լինի զանգակ։ Այսքան է ինչ որ ես կարող եմ ձեզ ասել, ահա եւ սենյակը, գիտեմ, առաջի հայացքից դժվար է ինչ որ բաներ ասել, բայց ամեն դեպքում կուզենամ մի փոքր լսել ձեզ։ Դե նախ կասեմ, որ ամեն կերպ կփորձեմ տանտերերի պահանջները թե խնդրանքները կատարել, ինչքան հնարավորին է։ Առաջնային է հենց այդ զանգակի մասը փորձեմ կատարել։ Նախ սենյակին նայելով ինձ թվում է ամենառաջինը պետք է վերացնել այս պատուհանը, բացել սարքել ընդհանուր մեկ սրահ, քանի որ ճնշում է հիմա ինքը ու լուսավորության խնդիր ենք ունենում։ Շատ լավ։ Երկրորդը ինչ ստեղ տեսնում եմ, նախ հեռուստացույց է երևի այս պատին ամենահարմար դիրքն է, որ կարողանանք ամրացնել։ Հետո ոնց հասկացա իրանք ստեղ ճաշելու են այս սենյակում։ Այո, քանի որ երկու սենյականից է, երևի նաև այդ զոնաներն է պետք նրանց։ Ուրեմն այս մասում էլ կօգտագործենք ինչ որ սեղանի այդպես ճաշելու զոնա, դեռ այսքանը։ Լավ, կարծես ինձ համար բավականին շատ բաներ արդեն պարզ է, ավելի պարզ կդառնա մեր երկրորդ հանդիպումից հետո, որին մենք անհամբեր սպասում ենք։ Թե ինձ, ես ուզում եմ հրաժեշտ տալ, բայց ասել, որ շուտով մենք անպայման կհանդիպենք։ Դե առայժմ։ Հաջողություն։ Դե ինչ, սիրելի հեռուստատող բարեկամներ, եկավ ժամանակը, որպեսզի սկսենք տնային աշխատանքները։ Գիտեք ինչու, որովհետև ձեզ է տնային աշխատանքն է։